Բարև բոլորին։ Գնում եմ հանապազորյա ճանապարհով։ Ուզում եմ ձեզ ցույց տալ մեր նայեք այս ծաղիկները։ Ամեն ուրեք այս մարգարիտաները արդեն ծաղկել են։ Նայեք։ Բայց ցուրտ է, գիտեք, ցուրտ է։ Մենք հələ մեր նույն ձմեռային շոյերով ենք, հեսա որ նայեք, ամեն ուրեք կան։ Ինչ գույն ձև ասես ծաղիկ կա, ժողովուրդ։ Նենց հետաքրքիր են։ Դուրս եկա, փոքրիկներին թողեցի։ Հենց հետաքրքիր բաներ են այստեղ դպրոցում կազմակերպում ժողովուրդ։ Ուրեմն անցյալ տարի էին արել, հիմա այս տարի էլ նման են։ Այսպես ծրագրեր են անում, ծնողները դպրոց կոչվում է։ Ինչ հայրանից ներկայացնում, որ ծնողները ոչ թե պարտադիր այդ ցանկությամբ, բայց բոլորը մասնակցում են։ Ամեն մեկը մի օր առավոտ 9-ից մինչև ժամ 1-ը մնում է դպրոցում եւ մենք ունենք 4 դասարան, ասենց ասեմ, հա։ Այդ 4 դասարանները ինչ-որ պրոյեկտ է անցկացնում։ Ու այդ պրոյեկտը իրանց ինչ է ներկայացնում, ամեն մեկը ինքը որոշում է ինչ անի։ Օրինակ անցյալ տարի ես, քանի որ ես շատ լեզուներ գիտեմ իրանց համար, հա, ես կարդացել եմ գիրք, ոնց է պատկերացրեք 3 խոզուկները, կարդացել եմ բոլոր լեզուներով։ Հայերեն, ռուսերեն, անգլերեն, իտալերեն էլ իրանց թարգմանել եմ։ Ու սենց իրանց ներգրավվել եմ այդ լեզուների մեջ ու պատկերացրեք շատ երեխաներ լիքը հայերեն բառեր են հիշում, լիքը ռուսերեն բառեր են հիշում ու հենց ինձ որ տեսնում են ասում են վայ դուք էլի եկել եք գիրք կարդաք մեր համար հայերեն ու ռուսերեն ոնց որ նույնիսկ քեզ ասում են անցյալ անգամ օրինակ ինձ ասել էին ձեր լեզվով մի բան կարդացեք որ ոնց որ կուլտուրան մտցնեք էլի կուլտուրա երեխաներին ցույց տակ թե ուրիշ երկրներում ինչեր կա թե ուրիշ երկրներում ինչ լեզուներով են խոսում որտեղ ոչ բոլորը գիտեն ժողովուրդ Անդրեև սկսեց ժողովուրդ լավն է Անդրեևանոցը լասեք մարդիկ ես այնց փողոցում կտենան Բեկի մի բան է ուզում կիսվեի ոչ թե նեղվել եմ այդ տհաճա մեր այստեղ դպրոցում մի քանի հոգի կան կամ Ռուսաստանից են ռուս են այսինքն կամ ուկրաինացի են ժողովուրդ իրանք բարևել չունեն ինչ-որ մեկը կարա ինձ բացատրի այդ ինչ հա նույն խբից են երեխաները գնում ենք նույն ծնունդների մասնակցում ենք հա քեզ sense նայում ա դեմքից չի բարևում հատկապես ուկրաինացին չեմ կարամ հասկանամ ու մի քանի հոգի են մի հատ չեն երկու հատ չեն այն ինչ որ տենց խնդիր ունեն հա դե ժպտալու մասին չեմ խոսում գոնե բարևեն չէ բայց բարևել չունեն հետաքրքիր է ելով ա տենց առնչվել նման վերաբերմունքի հետ ժողովուրդ կիսվեք ինձ համար շատ տարօրինակ էր հազարավոր երկրներից ունենք ծնողներ իդեպ Իտալիան շատ մուլտինացիոնալ միջազգային երկիր է ստեղ ինչ երկրից գլոբուսից որ կետից ուզեք մարդ կա ունեն տեղերից որ հեչ մտքովը չի անցնում թե ինչ գործ ունեն իրանք Իտալիայում էլ ինչ կապ ունի այս մի մայրցամաքը այն մայրցամաքի հետ բայց կան եւ Իտալիան շատ ընդունում է բոլոր տեսակի ազգերին բոլոր տեսակի կրոնները եւ այլն չկա այստեղ ոչ կրոնական խտրականություն ոչ ազգի ոչ գույնի ինչ ազգ ասես կտեսնեք փողոցներում մեր մանկապարտեզներում ինչ ազգ ասես կա չկա էլ տենց բան որ լինեն միայն իտալացիներ էլի չկա ինչ ազգի ժողովուրդ ուզեք կա նույնիսկ մտնեովը չի անցնի որ տեղերից կարող են լինել բայց բոլորը շնորհքով են բոլորը բարևում են ժպտում են կեղծավոր թե ոչ չեմ կարող ասեմ բայց բոլորը բարևում ու ժպտում են բացի այդ երկու երկրների կանանցից շատ հետաքրքիր է բայց այդպես է սկին հələ մատ նայեք էլ այս երևի իմ ամենասիրած ցեղատեսակն է շան շատ սիրուն է մեծ սիրով կպահեի մեր տանը բակում կամ տանը բայց մեր տան անդամները համաձայն չեն թե չէ ես մեծ սիրով կվերցնեի մի հատ խասկի կժվում եմ իրանց համար Ես գնում եմ տուն եւ այսօր
որոշել եմ կարգի բերեմ մեր սանհանգույցը, ձևավորեմ, հարդարեմ, իհարկե կնկարեմ նաև ձեզ համար, այնպես որ մնացեք ինձ հետ ընկերներ։ Ովքեր որ նոր են միացել իմեջին, սա մեր սանհանգույցն է, մենք մեր սենյակում ունենք առանձին սանհանգույց և ունենք երկրորդ սանհանգույց, որով օգտվում են երեխաները, մայրիկս և հյուրերը։ Ինչպես միշտ ես սիրում եմ ամեն ինչ դատարկել սենյակից, թողնել զրոյական վիճակը, որից հետո նոր սկսել իմ մաքրման աշխատանքները։ Եթե նկատել եք, այն հատվածները, որտեղ կան բաց զարակներ, անկյուններ, որտեղ կարելի է ինչ-որ մի բան տեղադրել, անմիջապես լցվում են ինչ-որ տարօրինակ իրերով, որոնցով մենք համարյա թե երբեք չենք օգտվում, որևէ մեկին դա հարկավոր չէ և բացի այլ դե ստեղծում է վիզուալ աղմուկ։ Կրկին ինձ օգնության է հասնում իմ փոշեկուլը, իդեպ նախորդ հոլովակում ես մի քանի մոդել սխալ եմ ասել, այսինքն նա ոչ թե Dream-ի 14-ն է, ես հետո ստուգեցի կրկին, նա Dream-ի Dual 12-ն է, ինչում նա կայանում է Dual-ը, որ նա երկու կտորից է ոնց որ բաղկացած, մեկը այս կտորն է, որը որ դուք տեսնում եք հիմա, մյուսը այս կտորը կարելի է ձևափոխել և դա դառնում է սովորական փոշեկուլ միայն չոր մաքրման համար։ Եվ կարող եմ ասել, որ նա իր առաջադրանքը հիանալի կատարում է, ենթադրում եմ, որ այս նոր մոդելները շատ առավել ֆունկցիաներ կունենան, բայց ինձ սա էլ բավականին օգնում է ամեն օր պահպանել մաքրությունը, հատկապես երեխաների հետ, կենդանիների հետ։ Եվս մի հանգամանք, որը ինձ օգնում է մաքուր պահել սանհանգույցները, դա զուգարանակոնքի լվացարանների կախված տեսակն է, այսինքն կախովի, որովհետև հպումը հատակի հետ շատ ավելի քիչ է և հատակը շատ ավելի պարզ է և մաքրելուն ավելի շատ հարմար։ Հիմնականում մաքրում եմ սանհանգույցները շաբաթը մեկ անգամ, այսպիսի մանրամասն բոլոր իրերը տեղահանելով, բայց ամենօրյա ռեժիմով ես փորձում եմ մաքրել լվացարանը, հայլին, այս հատվածը, որտեղ այս մարմարն է։ Իդեպ սա բնական քար է և ես աշխատում եմ շատ հեղուկներ քայքայող հատկապես նրա վրա չօգտագործել, այնուհետև անցնում եմ բոլոր հարթություններով, հայլիներով, դարակաշարերով և այլն, փորձում եմ ամեն տեղից փոշը զերծել, օգտվում եմ տարատեսակ միկրոֆիբրային կտորներից տարբեր հարթությունների համար նախատեսված և իսկապես կարող եմ նշել, որ նրանք շատ հեշտացնում են աշխատանքը և դժվար թե մի միկրոֆիբրով կամ մի կտորով կամ սովորական կտորով այդքան հեշտ և արագ լիներ այսօրվա մեր մաքրությունը։ Բնականաբար ինչքան շատ խորշեր ունենք, ինչքան շատ հարթություններ ունենք, այնքան հեշտացնում ենք փոշու այդ հավաքվելուն, բայց առանց դրա էլ մի քիչ տխուր է ստացվում ինտերիերը, եթե կհամաձայնվեք ինձ հետ։ Ամեն դեպքում ես պատրաստ էի մաքրելուն նախագծելուց առաջ, այնպես որ չեմ բողոքում ընկերներ, ինձ շատ դուր է գալիս։ Նշեմ նաև, որ շատ ավելի հեշտ է զուգարանակոնքը մաքրել, եթե դուք նախապես այն ճիշտ եք ընտրել, ինչի նկատի ունեմ ճիշտ ընտրելու հարցում, որ նա եզրազուրկ է և կեղտը հավաքվելու հավանականությունը հավասարված է 0-ի։ Իդեպ Իտալիայում կա շատ հետաքրքիր առանձնահատկություն և ովքեր որ ճամփորդել են, երբևէ ապրել են Իտալիայում, նկատած կլինեն, որ բոլոր սանհանգույցներում այստեղ կա բիդե։ Նույնիսկ եթե սանհանգույցը միկրոսկոպիկ չափի է, բիդեն պարտադիր է։ Նախ այսպիսի բան կա, որ եթե տունը կա մեկ սանհանգույց, պարտադիր այդ սանհանգույցում պետք է լինի բիդե, այսինքն շինարարական նորմերով։ Եթե կա երկու սանհանգույց, կարող է սանհանգույցներից մեկում լինել բիդե, իսկ մյուսում լինի հիգիենիկ ցնցուղ։ Ես մեր սանհանգույցում տեղադրեցի հիգիենիկ ցնցուղ, իսկ ընդհանուր սանհանգույցում տեղադրել եմ բիդե։ Եվս մեկ նախապես արված ճիշտ որոշում,
որը նպաստում է հեշտ մաքրելուն, դա պատից դուրս եկող ծորակներն են, իհարկե արժեքը փոխվում է, քանի որ ավելանում է եւս մեկ էլեմենտ բացի ծորակից, պատի մեջ ներկառուցվող էլեմենտ է ավելանում, բայց դա հազարավոր անգամներ հեշտացնում է մաքրման աշխատանքը, քանի որ երբ որ ծորակը տեղադրված է վերտիկալ, այնտեղ հավաքվում է ջուր, շրջակայքում միշտ կեղտոտ է, իսկ այս պարագայում այդ բոլոր խնդիրները լուծված են։ Կարելի է եւս հեշտացնել մաքրման աշխատանքները, եթե այս բոլոր քրոմապատ դետալները լինեին ոչ փայլուն, բայց սա իմ ընտրությունն էր, քանի որ սենյակը սև անտրացիտ գույնի մեջ էր, եւս օգտագործել առանց փայլ քրոմ շատ ավելի կհանգեցներ եւ կտխրացներ այս սենյակը, պետք էր փայլուն նյութ օգտագործել, որպեսզի ստանալ այս բոլոր էֆեկտները, եւ կրկին անգամ ես պատրաստ էի, որ պետքա միշտ մաքրեմ այս բոլոր ջրի հետքերը, մատնահետքերը։ Ցնցուղի համար եւս ընտրել եմ բոլոր այս դետալները ներկառուցված, քանի որ չէի ցանկանում, որ պատի վրա ձգվող ինչ-որ մեծ էլեմենտներ ունենայի, ես որոշեցի, որ մի քիչ ավելի ծախսեմ գումար եւ ներկառուցեցի պատի մեջ այդ դետալները, բայց արտաքին տեսքը ստացա շատ ավելի լակոնիկ եւ ավելի մոդեռն։ Իդեպ շատ մեր ընկերներին զարմացրեց անտրացիտ գույնն այս մեր սալիկների այս սանհանգույցի եւ հայտնում էին մտավախություն, որ այն կթվա ավելի փոքր, կլինի ճնշող, շատ ավելի դժվար կլինի մաքրել ջրի այդ հետքերը, բայց շտապում եմ ձեզ ասել, որ դա այդպես չէ եւ արդեն այս պարագայում, երբ որ նա պատրաստ է, հա, սանհանգույցը արված է, մի իմ սանհանգույցը սպիտակ գույների մեջ է, մյուսը այս անտրացիտ, բոլորը ովքեր այցելում են մեր տուն, առաջինը նկատում են այս մուգը, հավանություն են տալիս սրան եւ նշում են հատկապես, որ հետաքրքիր փաստ է, բայց նա ոչ ճնշող է եւ հակառակը շատ ավելի մեծ է թվում, քան սպիտակը։ Մեծ դեր է խաղում նաեւ սալիկների ճիշտ համադրությունը միմյանց հետ։ Եվս մեկ առանձնահատկություն իտալական տներում, այստեղ գրեթե բոլոր սանհանգույցները ունեն պատոհան, եւ եթե չունեն այդ պատոհանը, տվյալ բնակարանի տան արժեքը բավականին ցածր է։ Իդեպ սա իմ լավագույն գնումների ցուցակի առաջին հորիզոնականում է Քերխեր այս տեսակի ջրի փոշեկուլը, որը ես պատկերացրեք օգտագործում եմ ամեն օր պատոհանների համար, սալիկների վրայից ջուրը հավաքելու համար ցնցուղ ընդունելուց հետո հիանալի սարք է, կարող եմ խորհուրդ տալ բոլորին։ Եվս մեկ տարբերություն իտալական տների եւ մեր հայկական տների, որ այստեղ ջրահեռացման համակարգը, որը դուք հիմա տեսնում եք, կա միայն ցնցուղի մեջ, իսկ ընդհանուր սանհանգույցում այն չկա։ Ես սովորեմ, որ Երևանում, մեր բոլորի տներում, բացի այս համակարգից, կա նաև այլ համակարգ, որը որ սանհանգույցի մեջ է տեղավորված, տրապ կոչեցյալը, որը որ նախատեսված է, եթե մի օր լվացարանը ջուրը լավ չտանի, խուսափի հեղեղումից։ Այստեղ դա բացակայում է, ինչը որ ինձ շատ զարմացնում է, բայց ժամանակի ընթացքում ես էլ սովորեցի այդ առանձնահատկությանը այստեղ։ Ինչապես հիմնական մաքրման աշխատանքները կատարեցի եւ կարող եմ սկսել ձևավորման հատվածը։ Այս դարակաշարը գնել եմ IKEA-ից, բամբուկից է եւ նախատեսված է խոնավ վայրերում օգտագործելու համար։ Շատ տարողունակ է եւ ես կարողանում եմ բազմաթիվ բաներ տեղադրել մազահարդարման միջոցներ, տարատեսակ հեղուկներ, բամբակներ, այնինչ որ ամենօրյա ռեժիմով մենք օգտագործում ենք մեր սանհանգույցներում։ Այստեղ եմ տեղադրում նաև տարատեսակ կոսմետոլոգիական նյութեր, մազահարդարման համար հարկավոր նյութեր, որոնք եւս ամեն օր ես օգտագործում եմ, որպեսզի լինի իմ ձեռքի տակ, այդպես ինչ շատ ավելի հարմար է։ Ժամանակ առ ժամանակ եւս
նայում եմ իմ ունեցած բոլոր նյութերը, միջոցները եւ ընտրում եմ նրանք, որոնցով չեմ օգտագործում երկար ժամանակ կամ նույնիսկ չեմ հիշում, այդպիսով ես որոշում եմ, որ դա ինձ պետք չի, իզուր տեղը նա փոշի չի հավաքում եւ անիմաստ տեղ չի զբաղացնում, որտեվ այս պարագայում ավելի լավ է քիչ, քան թե շատ։ Եվ նախկինում ես նկատել եմ, որ ես շատ ավելի էմոցիոնալ գնումներ էի անում, այսպիսով ինձ ուղղակի պետք չէր, բայց ըստ տրամադրության կամ ուղղակի տրամադրությունը բարձրացնելու համար կարող է գնել ինչ-որ կրեմ, ինչ-որ մազերի խնամքի մի բան, որը ինձ այդ մի քանի րոպեով ենթադրում եմ ուրախացնում էր, բայց այնուհետև ես հասկանում էի, որ այդ իրը ուղղակի փոշի է հավաքում, ես նրանով չեմ օգտվում, չեմ հետաքրքրվում եւ հասկացա նաեւ, որ մենք այդ ամենի կարիքը այդքան էլ չունենք եւ իրականում մենք օգտվում ենք շատ քիչ պրոդուկտներից եւ քիչ նույնիսկ շորերից, այլ ընդհանրապես դա էմոցիոնալ գնումներ են։ Հիմա ես ավելի շատ նշանակություն եմ տալիս հարմարավետությանը, մեր կոմֆորտին, իմ ներքին զգացողություններին, ինչպես նաև քանի որ ես տանից եմ աշխատում եւ ունեմ 2 փոքր երեխաներ, ես շատ ժամանակ եմ անցկացնում տանը եւ ինձ համար շատ կարեւոր է տան մթնոլորտը, տան գույների համադրությունը, դա ամեն ինչը ազդում է մարդու վրա եւ ավելի քիչ եմ սկսել ուշադրություն դարձնել այդ արտաքին կեղևին։ Չգիտեմ ինչքանով կկիսեք իմ այս մտորումները, ամեն դեպքում կիսվում եմ ձեզ հետ իմ կարծիքով, իմ աշխարհայացով, միգուցե դուք էլ եք այդպես մտածում, միգուցե դուք ունեք այլ տեսանկյուն այս թեմաների վերաբերյալ, բայց սա իմ տեսանկյունն է։ Հիմա կարող ենք տեսնել սենյակը մաքրելուց եւ ձևավորելուց հետո ինձ շատ է դուր գալիս եւ հատկապես այս մուգ ֆոնի վրա այս լուսային ակցենտները շատ ռելաքս մթնոլորտ են ստեղծում իմ կարծիքով եւ մի յուրահատուկ տպավորություն է թողնում այս գույների համադրությամբ սանհանգույցը։ Ընկերներ, կիսվեք ձեր կարծիքով, ձեզ դուր եկավ թե ոչ եւ կիսվեք թե դուք ինչ մտքեր ունեք այս ամենի վերաբերյալ։ Եթե ձեզ դուր եկավ այս հոլովակը, կխնդրեմ սրտիկ դնել եւ բաժանորդագրվեք, որպեսզի բաց չթողնեք հետագա տեսահոլովակները։